Արմենպրես լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի հունահռոմեական ոչինչ մշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին, նույն հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանին, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին եւ նույն առաջնության արծաթե մեդալակիր Կարեն Ասլանյանին։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Այսօր մեր բանախոսները կամփոփեն Եվրոպայի առաջնության արդյունքները, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Ուրեմն ապրիլի 10-ից 15-ը Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում տեղի ունեցավ հունահռոմեական մշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որտեղ մենք հանդես ենք գալու լրիվ թիմով, 10 հոգով, թիմային պայքարում մեր հավաքականը գրավեց 5-րդ տեղը, ունեցանք 2 մեդալ, 2 եզրափակիչում, որտեղ Մալխաս Ամոյանը հաղթեց եզրափակիչում վրացի ըմբիշին, իսկ Կարեն Ասլանյանը թուրք ըմբիշին պարտվեց եւ գրավեց արծաթե մեդալ։ Մնացած հարցերը, եթե դուք հարցեր ունեք, թիմային պայքարում գրավել ենք 5-րդ տեղը, մնացած տղաների մասին, իրենց մասին, եթե հարցեր ունեք, խնդրում եմ արդեն կարող եք հարցեր ուղղել։ Գնահատականը ասեմ, որ լավ մարզավիճակում էին եւ Մալխասը ցույց տվեց, որ ինքն է երկրամասի չեմպիոնը։ Կարեն Ասլանյանի համար կարելի է ասել, որ ավելացրել է մի քիչ, բրոնզը դառավ արծաթ եւ ցանկանում ենք հաջորդ մրցաշարին ոսկե մեդալ։ Բոլորը։ Շնորհակալություն ուզում հայտնել ձեզ հրավերի համար, որ մեզի հրավիրել եք։ Ասեմ, ես անցկացրել եմ 4 գոտեմարտ, առաջինը Պոլշայի ըմբիշի հետ, հաղթել եմ 9-0 հաշվով, երկրորդը Մոլդովայի ըմբիշի հետ, որտեղ 7-2 հաշվով կարողացա հաղթել, իսկ արդեն կիսաեզրափակիչում էր հայ ըմբիշը, որը ներկայացնում էր Բուլղարիայի հավաքականը, 5-1 հաշվով կարողացա հաղթել, իսկ արդեն եզրափակիչում վրացի ըմբիշի հետ 3-1 հաշվով, իսկ ասեմ կառանձնացնեի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ գոտեմարտերը, որը մի փոքր ինձ բարդ տրվեց եւ փառք Աստծո կարողացա հաղթել այդքանը։ Իսկ ինչ զգացողություններ են քարակի չեմպիոնից վերջ։ Ասեմ զգացողություններս անբացատրելի են, շատ ուրախ եմ, որ կարողացա հռչակվել Եվրոպայի քարակի չեմպիոն, ասեմ, որ ինձ համար գնալով էլ ավելի է բարդանում այդ ամենը պահել, քանի որ առաջ անգամ ինձ ավելի մի փոքր որ հետ եմ նայում, ավելի հեշտ տրվեց հաղթանակը, քան այս անգամ այդքանը։ Շատ խնդրեմ։ Չի։ Ես անցկացրեցի 3 գոտեմարտ, սկսեցի 1 քառորդ եզրափակիչից, առաջինը մրցեցի Լեհ ըմբիշի հետ, նրան հաղթեցի 8-0 հաշվով, չի ասի, որ հաղթանակը հեշտ տրվեց, ուղղակի արագ։ Երկրորդը Ուկրաինան ներկայացնող ըմբիշներ, իրան էլ հաղթեցի 8-0 հաշվով, եզրափակիչում արդեն թուրք ըմբիշներ, որ լավ տրամադրված էի, լավ մարզավիճակում էի, ուղղակի սկիզբը մի քիչ բաց թողեցի սկիզբը, շատ միավորներ տվեցի, તો աշխատեցի, բայց չկարողացա հետ բերեմ այդ միավորները, ինձ թվում այդ լավ փորձ էր իմ համար ու ցույց տվեց, թե այդ գոտեմարտը ցույց է տալիս, թե ինչի վրա ես պետք է աշխատեմ, որ ավելի լավ մարզավիճակ հավաքեմ ու ավելի լավ հանդես դուրսգամ մրցեմ աշխարհի առաջնությանը։ Շատ լավ, շնորհակալ եմ, այժմ անդրադառնանք ենք լրագրողների հարցերին, խնդրեմ։ Շնորհակալություն։
Շնորհակալություն։ Օլիմպիական սինկրոնահարթը սկսվեց նորը, բայց ելի նույն անուններն են, Կարեն Ասլանյան, Մախաս Սարոյան, Սրավիկ Գալստյան, Ախտուր Ալեքսանյան, չնայած Սրավիկներ հաջող հանդես չեկավ, արդյոք դարձած չի անհանգստացնում, որ չնայած երիտասարդ ուսուցիչներ գալիս են, սերնդափոխություն լինում է, բայց եթե Եվրոպայում ինչ-որ շահագործունակ են, ապա աշխարհում խնդիրներ ունեն։ Վերջում չլսեցի ինչ ասել։ Եթե Եվրոպայում ինչ-որ շահագործունակ են լինում, ապա աշխարհի առաջնությունում ավելի լուրջ խնդիրներ են։ Ուրեմն ասեմ ձեզ փորձից ելնելով հունարոմական ըմբշամարտում ի տարբերություն ազատ ըմբշամարտի շատ օրինակներ կարող են բերել, որ մեր ըմբիշները Եվրոպայի առաջնություն անգամ տեղ չեն զբաղացրել, բայց աշխարհի առաջնությունը տեղել են զբաղացրել։ Դա ելնելով փորձից, թե երիտասարդական, թե մեծահասակների թիմի կազմերում այսօր հունարոմական ըմբշամարտի դինամիկան այնպես է փոխվել։ Մեր թիմում կոնկրետ թույլ տղա չկա, ուղղակի կա այդ տվյալ պահին լավ մոտենալ իրենց գոտեմարտը միջև վերջ վարելու եւ չվարելու եւ թերանալու խնդիրներ, այսինքն մենք էլ ունենք մեր խնդիրները։ Դրա համար ովքեր որ վատ են մասնակցել, այնպես չի որ թույլ են եղել։ Ուղղակի իրանք տվյալ պահին, ասենք մարշչական այն առաջադրանքը, որը գոտեմարտը վարելու համար չեն կատարել տղաները, այսինքն մարզիչները բոլորին գլխավորությամբ հրանգներ են ստանում, չէ՞, նախնական գոտեմարտ բարձրանալուց, այսինքն մենք ուսումնասիրում ենք մարզիկին, դիմացի մարզիկին եւ մեր մարզիկի հնարավորությունները եւ ինչ-որ առաջադրանք ենք տալի, որ այս ոճով պետք է կպնես, որ կարողանանք մենք հաղթանակի հասնել։ Բայց եթե մարզիկը տվյալ պահին նորից թելադրվում է իր իսկ մտքով եւ ոչ թե մարզիչներին չի լսում, կամ կարող է ճանապարհը տանի ուրիշ տեղ, այդ 3 րոպեից հետո 30 վայրկյան ընթացքում մենք էլի փոխում ենք ուղղությունը։ Այսինքն մենք ունենք պլան A, պլան B։ Եթե մարզիկը չի կարողանում կատարել, իզորու չէ կամ ասենք թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե ֆունկցիոնալնի, ուրեմն բնականաբար լինում է ձախողումներ։ Դրա մասին կասեի այն որտեվ շատերը հարցադրումներ են արել, ինչ որ թիմում ֆունկցիոնալ պատրաստականությունը թույլ է կամ չգիտեմ լավ չեն շնչում մեր տղաները, ուրեմն ասեմ, այդ շնչելը դա պարապմունքի հետ կապ չունի։ Դա ավելի շատ մրցման ժամանակ, մրցման մեջ լարվածություն ունենալն է։ Լարվածություն ունենալը ես կարող եմ հենց մի հատ օրինակ բերեմ, հենց Ամոյան Մալխասի ճապոնացի ըմբիշին օլիմպիական խաղերին շատ հեշտ կարողանան հաղթել, բայց ինքը օլիմպիական խաղերից լարված էր, ես իրան եմ ասել, հիմա ձեզ մոտ եմ ասում։ Մի քիչ օլիմպիական խաղերի ժամանակ անգամ ուզում եմ ասեմ, անգամ փորձված Մալխաս Ամոյանը օլիմպիական խաղերին կոնկրետ մի քիչ լարվածություն կար, ինչու համար, որտեղ առաջի օլիմպիական խաղերն էր։ Շատ մեծ ցանկություն կար հաղթելու, բայց այդ լարվածությունը իրեն դերեց 3-1 ճապոնացուն փակվելու, թե չէ երկրորդ կիսամյակը իրենն էր, երկրորդ 3 րոպե չորեքթա դրությունը իրենն էր, իսկ եթե 30-40 վայրկյան, այսինքն հետո լիներ այդ ամեն ինչը 100%-ով Մալխասը լինելու էր համ եզրափակիչի մասնակից, համ օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ես իրեն վերեցի օրինակ, որ ասենք հատկերացնենք մնացածներին։ Շատ Խաչատրյանը այստեղ օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոնին հաղթում էր 6-0 եւ իր իսկ լարվածության, այնպես չէ որ Շանթը թույլ էր նրանից կամ եսին, իր լարվածության շնորհիվ գոտեմարտը միջև վերջի վայրկյանը նույն ձևով ինչպես որ սկսել էր առաջի 3 րոպե, երկրորդ 3 րոպեն շարունակելու շնորհիվ ստացանք պարտության դարավ պարտության պատճառը։ Այնպես որ մեր տղաների մոտ դա է, այսինքն մեզ մոտ սցենարը նայում եմ ես այսպես։ Օրինակ, պատրաստականությունը բոլորին էլ հավասար է։ Բոլորն է ֆունկցիոնալնի, ֆիզիկապես ավելի շատ պատրաստ են։ Դա ասենք ցույց տվեց Սամվել Գրիգորյանի գոտեմարտը ռուս ըմբիշի հետ, որ առաջի րոպեից մինչև վերջի 6-րդ րոպե կրկտվեց եւ կարողացավ մտնել բրոնզե մեդալի համար պայքարելու, բայց բրոնզե մեդալի համար էլ արդեն մի քիչ ինչ որտեղ վերջավորությունում լարվածության շնորհիվ գաչոք վիճակից գլորվեց։ Եթե չէր գլորվում, ինքն էլ էր մեդալ վաստակում Եվրոպայի առաջնությունում։ Ուրիշ հարց, շատ ժամանակ օրինակ ես լսում եմ ականջիսը ասում են Բաբալարյան Արմենը շատ ժամանակ մարտավակա չի նստում։
Ընկերներ, ուրեմն միանշանակ ասում եմ, ինչ որ չի նստում, չի ուզում նստի, թե ինչ որ այդպեսի խոսակցությունները հասարակական չես, Բաբալարյան Արմենը այնտեղ ունի 10 հատ մարզիկ, որ 10-ի համար ես պատասխան եմ տալի, բայց մենք ունենք մարզիչներ, ովքեր որ գալիս են եւ իրենց անձնական աշակերտներին հետևում են այնտեղ Բաբալարյան Արմենը ուրեմն բոլոր մարզիչների հետ անհատական աշխատում է եւ հնարավոր է որ մարզիչին, անձնական մարզիչին վստահեն գոտեմարտերի ինչ է եղել, իսկ դա մի այլ աշխատելաոճ է, աշխատելաձև է, որը որ պետք է ոնց որ ես եմ երկրի եւ բոլոր թիմի տղաների հանդեպ պատասխանատվություն կրում, իրանց անձնական մարզիչները, ովքեր որ գտնվում են այնտեղ, իմ հանդեպ պատասխանատվություն են կրում։ Դրա համար ես ամեն անգամ մրցումներից հետո մի քիչ հանգստանում ենք եւ անձնական մարզիչների հետ հավաքում ենք նորից մեր այդ դիսկուսիաներն անում ենք, որտեղ թերացան, ինչ թերացավ, անձնական մարզիչներ մեղավոր, մենք ենք մեղավոր, մարզիկներ մեղավոր, մեղավորներ մենք չենք ման գալի, մեղավոր բառը ճիշտ չարտահայտվեցի, ասենք ինչներ ավելի շատ պատճառը, թե չէ Բաբալարյան Արմենը չի գնում մարտավական նստում, ես կարող եմ գնալ հեռվից, ես հանձնարարությունը տալիս եմ մարզիկին էլ, մարզիչին էլ ու 10 հոգի են, եթե միաժամանակ 3 գորգի վրա մեր մարզիկները կարողանան բարձրանալ կամ ասենք 1-2 հետո 2 գոտեմարտ հետո այն մյուս գորգի վրա ուրիշն կպնելու այս մի գորգի վրա ես ֆիզիկապես էլ եթե ուզենամ չեմ կարող հասցնել նորից կրկնում եմ դա իմացեք որ դա մի աշխատելաոճ է աշխատելաձև է որը շատ ճիշտ ընկալվում է թե մեր կողմից թե մարզիչների թե մարզիկների կողմից Ես շնչառությունը ես կապում եմ ոչ թե ասենք, որ իրանք ֆունկցիոնալի պատրաստ չեն, այլ կապում եմ իրանք ավելի շատ հոգեբանական պատրաստակ։ Այսինքն մեր մարզիկները Կարեն Խաչատրյանը օլիմպիական խաղերի Փարիզի չեմպիոնին 3-0 հաղթում է եւ գլորում հնարք է կատարում, դնում է կամուրջ վիճակի օլիմպիական խաղերի չեմպիոնին։ Շարունակություն չկա, այսինքն մենք արդեն տեսնում ենք որտեղ պետք է աշխատել։ Եթե նա կարող է օլիմպիական խաղերի չեմպիոնին կամուրջ վիճակի մեջ դնել եւ այդից շարունակությունը, այսինքն նորից անել, նորից գցել։ Այսինքն երկրորդ, երրորդ հնարքը, որը կա Կարենի մոտ, որը կա Մալխազի մոտ, նույն ասենք թերություն եղավ Կարենը, չնայած մրցավարական ինչ-որ բան էլ կա, որտեղ կասկածում եմ նա գոտկատեղից ներքև էր Ճիշտ է, Կարենը չելենջը ուզեց, ես գցեցի, բայց միտողում ասենք մենք չարթեցինք այդ չելենջը։ Միավորների մեծ տարբերություն եղավ հենց առաջի րոպեին, բայց Կարենը 6 րոպե ամեն ինչ արեց։ Ուղղակի ես կարող եմ ասել, ամեն ինչ կյանքը տվեց, ամեն ինչ տվեց, որ հաղթի, բայց չկարողացա, որովհետև դիմացին էլ Եվրոպայի աշխարհի մրցանակակից չեմպիոն տղա էր, հավասար տղաներ են։ Եթե լիներ նույնը հակառակը, Կարենը, ասենք, կարող էր ակտիվ գոտեմարտ անել, միավորների առավելություն ունենալով, կարող էր նաև Թուրքմբիշը այդպես։ Բայց Կարենը չկոտրվեց, Կարենը արեց ամեն ինչ հաղթանակին հասնելու համար չստացվեց, բայց այն ըմբիշը, որը արդեն բացարձակ ոչինչ չի անում պարտվելուց, ուղղակի մենք նման ըմբիշներից արդեն պետք է ազատվենք եւ սերնդափոխություն անենք թիմում, ճիշտ եք ասում, սկսել է նոր ցիկլ, ձեր ոչ թե առաջարկությամբ, այլ դա արդեն մտածված է, շուտով մենք ունենք մրցումներ, մրցաշարեր եւ թիմում մեր թիմում իդեպ որ ասացիք նույն անուններն են, օրինակ Մալխաս Ամոյանին տվեցիք, Մալխաս Ամոյանին մոտ հավասար մենք չունենք։ Կարեն Աստանյանը արդեն ապացուցել է, որ աշխարհի մրցանակակիր իդեպ նոր քաշային կարգում, որտեղ Կարեն Աստանյանը անդես էր գալի 67-ում, հիմա քաշում տեղափոխվել է, իջեցրել է 63 կիլոգրամ, քաշային ռեժիմն իր մոտ կարգին է, ամեն ինչ նորմալ է, եւ ասենք այդ նոր քաշային կարգում իր ֆունկցիոնալ եւ ֆիզիկական պատրաստությունը բավականացնում է, որպեսզի դառնա այդ քաշային Եվրոպայի եւ աշխարհի ամենալավագույն մարզիկներից մեկը։ Մեր կազմում օրինակ նոր մարդիկ չեք տեսել դուք, չեք տեսել 60 կիլոգրամում, ասենք Եվրոպայի 23 տարեկանների բրոնզե արծաթե մեդալակիր Մանվելյան Կարապետին, չեք տեսել 87 կիլոգրամում Կարեն Խաչատրյանին, Սամվել Գրիգորյանը, որը որ
ված չգողոթե մարդիկ, բայց պարտավոր էր այդ մեդալը վաստակել մեր երկրի համար։ Ինչպես ժամանակին հաղթել չէ, պարտվեց։ Չլսեցի։ Ադրբեջան։ Հա։ Բայց դա կապ չունի, կարող ես այսօր պարտվել հաղթել, սա սպորտ է, անհատ մարդիկ են լինում, որ երկար տարիներ կարողանում են հաղթել, բայց դա է շատ դժվար է պայել, ինչպես որ Մարկասը ասեց, առաջ անգամ ավելի հեշտ էր հաղթել չեմպիոն դառնալ, քան թե չեմպիոնի տիտղոսը պահել։ Չեմպիոն դառնալը հեշտ է, հարգելիներս, բայց տիտղոսը պահելը շատ դժվար, որտեղ ամբողջ աշխարհը տրամադրվում է միայն ձեր դեմ։ Ես էլ չեմ ասում, որ մարդիկ են հանում, որ հատուկ ինչ-որ վնաս տան, ինչ-որ միտեղ ցավացնեն, որ հաջորդ գոտեմարտները չկարողանան արդեն գոտեմարտել։ Շատ լավ, ձեր ասեմ։ Այո, Դանիելյան, Նովոսկի Արմենիա, Աքս ուղղված կլինիկոն Խավամարզիչին, այս փորձ ունենալով ձեր կարծիքով ինչ փոփոխություններ եք անել պատրաստման մեջ կամ այլ ինչ-որ փոփոխություններ։ Ուրեմն իմ փոփոխությունները նախ այս պահին, այս վարքյանին ես չեմ կարող բացահայտել, դա պետք է ես խորհրդակցեմ իմ կոլեկտիվի հետ, մարզիչների հետ եւ ես կառաջարկեմ մարզիչներին անել ըստ մրցումային փուլերի միջև աշխարհի առաջնությունում ինչպիսի փոփոխություններ կլինեն, դուք դա արդեն կտեսնեք, եթե կլինեն։ Եթե չեն լինի, կասենք ուրեմն չեն լինի, էս են մեր տղաները։ Իսկ եթե կլինեն փոփոխություններ, հաստատ առաջինը դուք կիմանաք։ Պարոն Բաբանարյան, նախ ինչպես Արթուրի վիճակը, որտեղ դրական տարածել, որ ֆինանսվածքի պատճառով է հրաժարվել բրոնզե մեդալի գոտեմարտին, արդյոք ֆինանսվածքի լուրջ է, թե չէ։ Ուրեմն Արտուրը մրցումներից մի 20 օր առաջ պատրվեց ճակատը միջև ոսկորը այս մասում 4 թե 5 կար տվեցինք, մի ինչ-որ պիրուտ բաց թողեցինք եւ սկսեցինք արդեն պատրաստվել եւ Դե բնականաբար է Արտուրը մեր երկրի համար արել է այնքան, որ իր արժանինքները այստեղ անգամ անիմաստ է խոսալ դրա մասին եւ ասեցի, եթե պատրաստես, եթե չէ, ասես պատրաստեմ լավ, համ էլ ես տեսա, որ իրոք գորգի վրա ինքը իրոք լավ պատրաստ էր։ Ուղղակի բուլղարացի իմբիշ է, դա այն իմբիշն էր, որը իր հետ Եվրոպայի եւ աշխարհահռչություն եզրափակիչում էլ է մասնակցել։ Արտուրը անցած տարի իրեն հաղթեց, եթե հիշում եք, հենց առաջին 10 վայրկյանում խփեց Արտուրի ոտը, կոտրվեց, կոճը, Արտուրի կոճը կոտրված, եզրափակիչը հաղթել, կապեցինք, բան, ու այսպես նույն ըմբիշ հետ, այդ բուլղարացի Միլովի հետ շարունակեց եւ հաղթեց։ Ուղղակի ծնկացող վիճակում բռնվածքը լավ չընկա, որպեսզի կատարել իր հիմնական զինանոցի ամենաբարձր հնարքը չստացվեց, լինում է, այդպես էլ է լինում։ Անպարտելի մարդ չկան, ու ինձ թվում է Արտուրը այն մարզիկը չի, որ ես հիմա մեկնաբանեմ իր լավը վատը կամ ես ինչը, Արտուրը ինքը կհրավիրեք մի օր ինքը առանձին ձեզ բոլորիդ այդ հարցերի պատասխանը կտա։ Վնասված այն պատճառը, որ չեկավ երրորդ տեղի համար գոտեմարտ։ Ես ասացի դուք կհրավիրեք իրան, ինքը կգա դրա պատասխանը կտա։ Արինն է հարցը բաց, շնորհավորում եմ մեդալի կապակցությամբ, եւ 2020 թվականի Եվրոպայի առաջին եզրափակիչում արդեն 60 կիլոգրամ քաշային քաղաքում երրորդ տարիներին հաղթել եք Երևանի։ Արդյոք եզրափակիչ գոտեմարտից արել դու նրան խոսել ես եւ որոշ մանրամասներ ճշտել ես, թե փորձելով ես պատրաստվել։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Հա, իրականում եզրափակիչից առաջ Գևորի հետ խոսացել էինք, ինքը իր խորհուրդները ինձ տվել էր։ Ես չէի ասի, որ ինչ-որ մի բան, այն չգնաց, որ սկիզբը, գոտեմարտի ամենասկիզբը բաց թողեցի, թե չէ Գևորն էլ ինձ ճիշտ խորհուրդներ էր տվել ու կարելի ասել ես այդ նույն ձև էլ վարեցի մարտը, ուղղակի սկիզբը բաց թողեցի, ինձ թվում է տենց մեկ-մեկ ստացվում է ու կրկնեմ, դա շատ լավ փորձ էր իմ համար, հետագայում ավելի լավ հանդես գալու։ Եվ արդյոք այս քաշային կարգը մնալու է, թե ամեն դեպքում կարող է փոփոխություն լինել օլիմպիական խաղերից առաջ։ Դրա մասին շուտ եմ մտածել, ես հիմա այս քաշումին շատ լավ եմ զգում, հիմա շատ լավ եմ մոտ ամեն ինչ գնում, ես զգում եմ իմ մոտ պրոգրեսը, թե իմ մարտը վարելու այդ
որակը, թե իմ ֆիզիկական պատրաստականությունը, ներկապային ես ինձ շատ լավ եմ զգում այս քաշում, թե հետագայում ոնց կլինի, դա արդեն պետքա համ մարզիչների խորհրդին ես հետևեմ, համ էլ իմ ինքնազգացողությանը։ Եթե Կարեն ներես մի այս թեմայի վերաբերյալ խաղամավարանային հաստատ, երբ Կարեն 67 կիլոգրամ քաշային կարգում էր, կարծես մենք ուրիշ գործնեինք Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում, որովհետև երբ ուժեղ ուրիշ ունենք, որ դրանց մեկը միշտ ուժում է, արդյոք սա էր միտված հայ, որ նրանք երկուսն էլ միաժամանակ կարողանան մասնակցել։ Ինչու՞ չէ։ Ինչու՞ չէ։ Ինչու՞ չէ։ Բարդությունները այն էին, որ մրցակիցներս կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի մրցակիցներից այլ ավելի փորձառու էին, այլ ավելի մեծ հասակների մրցակցում մեդալներ ունեին, դրա համար նրանց հետ էլ ավելի մի փոքր բար տրվեց ինձ, դրա համար դրանք կառանձնացնեի։ Եզրափակիչում շատ ավելի զգուշ էի նրա գոտեմարտում, կար մտավախություն, չկար մտավախություն, որ հնարավոր է զգուշավոր կանոն միավոր 10 ու միանգամից ոսկիներ կորցնես։ Ճիշտն ասած, որ մտնում եմ մրցագորգ, աշխատում այդպիսի բաների մասին չմտածել, որ կարող եմ հնարք տալ, բայց վրացի ըմբիշին ճանաչելով նա շատ վտանգավոր ըմբիշներից է, տեխնիկապես հագեցած եւ նա ամեն վարքյան կարող է հնարք կատարել։ Դրա համար մի փոքր փորձեցի զգուշ գոտեմարտել նրա հետ, հասկանալով, որ նա 6 րոպե գոտեմարտ չի սիրում, նա բոլորին սիրում է մեծ առավելությամբ հաղթել 10-0, 8-0։ Դրա համար ինձ պետք էր միայն հաղթանակ եւ այդ պահին կապ չուներ կհաղթեի 3-1, 5 ոչ մեծ առավելությամբ, ինձ համար կարևորը հաղթանակն էր եւ ստացվեց այդպես։ Կանխած ամբողջամացանցը խոսում էր գոտեմարտից հետ կարող քո մոտենալու եւ առավելագույն հարգանք ցույց տալու հրացին վիշի մասին, արդյոք նաեւ կարևոր է համարում հարգանքը դիմացինի վիշի նկատմամբ։ Այո, դա միշտ պետք է լինի իմ կարծիքով, իմ տեսանկյունից հարգանք մեկը մյուսի նկատմամբ, հարգանք մրցակցի նկատմամբ, քանի որ մենք մրցագորգի մեջ մրցակից ենք, իսկ գորգից դուրս արդեն կա ընկերական շփում ենք մեկս մյուսի հետ, դրա համար կարևոր է այդ ամեն ինչը, որպեսզի կարողանաս պահել։ Օլիմպիական խաղերից հետո մի քիչ մոտ առողջական խնդիրներ կային, համ տրավմաներ ունեի, համ ցենց առողջական խնդիրներ ունեի, բուժվում էի, վերականգնվում էի, ինչ որ ժամանակահատված եկա, որ չէի կարող լավ մարզավիճակ հավաքեի օլիմպիական խաղերից հետո, ու դա էր պատճառը, որ չէր ստացվում մոտս, դրա համար շնորհակալ եմ իմ ամենաառաջի հերթին Տեր Աստծուն, որ ես ունեմ սենց մարզիչներ, անձնական մարզիչը Գևորգյան Սամվելն է, որ այդքան համբերել են, ինձ այդքան օգնել են, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնեմ, կյանքում շնորհակալություն չեմ հայտնել իմ ընտանիքին, ուզում եմ այս առիթից օգտվեմ շնորհակալություն հայտնեմ իմ ընտանիքին, որ իրանք էլ այդքան ինձ օգնել են, համբերել են ու հետո այդպես ստացվեց, որ փոխեցի քաշս, հիմա ամեն ինչ կարգին է, նաև շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ համ թիմի մեր մարզիչներին, համ իմ թիմակից ընկերներին, որոնք նույն ձև ինձ օգնել են, ամեն ով ինչ կարողացե արել է, էլի, ինչ կարողացե արել է։ Շարունակելով մարտահրավերներ շնորհավորում չեմպիոնության կապակցությամբ եւ Վավարայի հարցը շարունակելով առանց հարցադրման ես եւս ուզում եմ արժանի մատուցել, որ
այդպիսի նկատմամբ, բայց բնական չի դառնում։ Իսկ կողմից դեռ աշխարհի Եվրոպայի հարաբերության եզրափակիչը օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար գոտեմարտում զգացում են, որ կարծես փոքր ջիջ լիներ, մրցակցին ոգևորել է եւ հարցս կայանում է նրանում, կարծես 3 երկու առաջին մեդալը նվաճեցին Եվրոպայի առաջնությունում 2021 թվականին Վարշավայում 72 կիլոգրամ քաշային կարգում մի քանի տարի է անցել, բայց արդեն այնքան շատ են մեդալները, պահոցն ոնց որ կարիերայի ավարտին լինես, բայց 26 տարեկան ես, երբ սկզբում մոտիվացվում եք, տրամաբանական է, որ ոսկու մեդալի հետևից եք գնում, հիմա ինչպես ես մոտիվացվում, օրինակ Եվրոպայի առաջնությանը։ Ասեմ, շնորհակալ եմ շնորհավորանքի համար, իմ մոտիվացիան, իմ հավատքն է առաջինը, հավատք դեպի Աստված, հավատք դեպի ինքս ինձ, իմ աշխատանքի նկատմամբ, իմ անցած ճանապարհի, իմ մարզումների, ասեմ իմ ամեն մրցման այս պահին ես գնում եմ միայն ոսկե մեդալի հետևից, ինձ այլ մեդալների գույք չեն հետաքրքրում, բայց այդ պահին իմ կարծիքով արժան ենք լինում նրան, կլինի դա բրոնզ, կլինի թե պարտվում ենք կամ չգիտեմ ինչ գույնի մեդալ ենք նվաճում, այդ պահին երևի այդ պահին դրան ենք արժանի լինում։ Եվ ինձ համար այո 72 կիլոգրամ քաշային կարգում եւ արծաթե մեդալ նվաճեցի, այս իմ 5 Եվրոպայի եզրափակիչներից ամենահավանականը որ եղել է, այդ ժամանակը որ կարող է Եվրոպայի հաղթող ճանաչվել, հավանականությունը ավելի մեծ էր, քան այս մնացածները, բայց սակայն կյանքը ցույց տվեց այն, որ այդտեղ պարտվեցի եւ դրանից հետո կարողացա 4 ոսկե մեդալ իրար հետևից նվաճել։ Եվ ինձ համար իմ մարզումները, ամեն ինչն էլ կապ ունի, էլի ամեն ինչն էլ մոտիվացրել է եւ հիմա ես ամեն մրցաշարի միայն գնում եմ ոսկե մեդալի հետևից։ Դե հարցեր չկան, պարոն Բաբալյան, առաջիկա անելիքների մասին եթե կարելի է մոտ ապագայում չեք։ Առաջիկա ուրեմն այս ամիսը մեզ մոտ հագիստ է, հունիսի սկզբին 3-ից 5-ը պետք է անցկացնենք աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, կրկնակի չեմպիոն Բենուր Փաշյանի անվան մրցաշարը, որը միջազգային մրցաշար, արդեն տրադիցիոնի, այսպես ասած, աշխարհի նախընտրական նայած քաշերում կասկածնենք այդ միջազգային մրցումը, հետո եթե ունենք ուսումնամարզական հավաքներ Ծաղկաձորում, դրսում, այնուհետև Երևանում եւ էլի մի հատ դրսում 3 ուսումնամարզական հավաք կարող է եւս մեկ միջազգային մրցաշար մասնակցի թիմը կամ ոչ բոլորը այն մարզիկները ովքեր որ նայելու տեղ պետք է ունենանք ու մենք վստահում աշխարհի առաջնությունը եւ սեպտեմբերի 18-ին Խորվաթիայում մեծ ասակների աշխարհի առաջնությունն է։ Սա մեր հաջորդ պլանները։ Շնորհակալ եմ շատ հանգամանալի ներկայացնելու համար եւ ես մեկ անգամ շնորհավոր ձեզ։ Դեզ անցի շնորհակալ եմ։